Առհասարակ ինձ գրավել է դերասանական արվեստը։ Մանկուց ոգեշնչվել եմ Ջեկի Չանով եւ Ջիմ Քերիով, որպես կոմիկ կերպար, եւ միշտ երազել եմ նկարահանվել ֆիլմերում կոմիկ, որպես կերպարային ֆիլմերում։ Եվ ավելի շատ ոնց որ երազանք այդպես կարելի ասել ունեցել եմ, որ դերասանական գծով ավելի շատ սովորեմ, խորանամ, բայց ժամանակի ընթացքում, երբ որ սկսեցի ակտիվ մարզաձևերով զբաղվել, սպորտաձևերով, սկսեցի բրեյք դանսով զբաղվել, երկար տարիներ, 17 տարի եւ ավել կապուերայի մեջ խորացա որպես մարզաձև կարատեից հետո։ Զուգահեռ նաեւ ուսումնասիրեցի այլ մարզաոճեր, Muay Thai box, kickbox, box, վերջերս նաեւ շատ խորապես ուսումնասիրում եմ եւ շատ հավանում եմ Wing Chun մարտարվեստը, հենց այն ինչը որ իրականում Ջեկի Չանի մարզաձևն է, հենց անտիսիստեմա, որը ինքնապաշտպանական խորը դրված բան է, որ դու քո ամեն ինչը կարող ես զենք սարքել, քո ձեռքերը դառնում է զենք արդեն։ Իսկ մտածելու համար ժամանակ դու չունես։ Դու պրոստը պետք է արդեն մտածես ուրիշ բան, բայց քո մարմինը մի գործի, այն ինչը որ արդեն ռեֆլեքսորեն քո մկանային համակարգին հասկանում է։ Իմ մասնագիտությունը լավիվ այլ կրթություն ունեմ, մասնագիտացված, ագրարային համալսարանի, ագրոնոմիա ֆակուլտետի բույսերի պաշտպանությունն եմ ավարտել, մագիստրոսի կոչումով, որից հետո ասպիրանտուրա պաշտպանել եմ տեխնոզոյական 2 տարի, էնտոմոլոգիա մասնագիտությամբ, այսինքն միջատաբանությամբ։ Առաջի հարվածող կետից չդիմադրել հավաքը, չդիմադրել, նայեք ամենակարևորը։ Գնալ մինչև վերջ, վերջին կետը զգալ, ամենաթույլ հպման կետով եւ անմիջապես ֆիզիկայով հետադարձ ուժով հետևել, այսինքն չթողել որ ուժը կային։ Իմ հետաքրքրությունները եւ այդ գիրքը ավելի մեծ էր արվեստի սպորտի ոլորտում, իսկ թե ոնց է ասպարեզ ընդհանրապես ես մտա, կարմիր շրջան, որ շատ հաճախակի ես նկարահանվում էի, այսինքն կոմերցիալ գովազդներում չնայած հիմա էլ բավականին ակտիվ տարբեր կոմերցիալ գովազդներում աշխատում եմ, բայց այն ժամանակ ավելի շատ տեսահոլովակների մեջ էի նկարահանվում, այսինքն երգիչ-երգչուհիների, երբ որ մտա կինո ասպարեզ, առաջարկներ եղան, որ ինչ որ էպիզոդիկ դերեր խաղամ, եւ ես փորձում էի ունակություններն օգտագործել այդ էպիզոդիկ դերերում, ու ես սեր ունեի բայևիկ ժանրի հետ, ֆիլմի հետ, փորձում էի հասկանալ։ Ինչու մենք չենք կարողանում ստանալ այն ինչը, որ օրինակ Հոլիվուդն է ստանում կամ որտեղ է սխալը, ոնց կարելի է սովորել անել, որտեղ ինտերնետը 15 տարի առաջ ինքը այդքան դեռ բաց չէր հնարավորությունները, չկար ինչ-որ տուտորիալներ ու ուսուցողական վիդեոներ, դու ավելի դժվար էր հասկանում, որտեղից կարելի է դա հասկանալ, ինչ է դա, վերջի վերջո եւ կինոյի զարգացման այդ զուգընթաց դու սկսում ես հասկանալ, որ դրանք ուղղակի մարզիկներ չեն։ Այսինքն այն ինչը դու տեսնում ես էկրաններից այն կողմ, ինքը սպորտսմեն չի ուղղակի, որ իրան կանչեն նկարում են։ Չէ, ինքը մասնագետ է։ Սենց տակացնում են, որ այդ օնլինից տրավմա չստանա, այսինքն համար էդի զակոն 1 կարևորը, ես մինչև էս չեմ լավ, ես խուսափում եմ հետ բանտրյուկեր են գնելուց, որտեղ ստեղ կտրելը ողնաշարի մկա ները ձգելը մեկից մեկը։ Դա կոչվում է կասկադիորություն։ Եվ ճանապարհին իհարկե շատ հիասթափություններ, շատ դժվարություններ ա եղել, որտեղ մեր կինոարտադրության մեջ մենք չունենք այդ ժանրը։ Չկա մի ռեժիսոր, որ օրինակ գա, չնայած մեղադրելու էլ չի։ Նույն ռեժիսորը ինքը ասում է, բայց ես ռեսուրս չունեմ։ Արդյոք կարաք դու կանեք, որ ես նկարեմ։ Որտեղ ես մի օր ինձ հարց տվեց, ասացի լավ աղվան, դու մեղադրում ես, պատճառը գցում ես, ասում ես, դե մեր կինոինդուստրիան չի նկարում բայևիկ, դրամալ այդ վիճակին ենք։ Ես ասում, իսկ ես պատրաստ եմ, իսկ ես ունեմ թիմ։ Իսկ մենք կարանք տանք այն ինչ, որի վրա ինքը կարա հիմնվի ու նկարի։ Այդ հարցը ես ինձ տվեցի։ Եվ ես հասկացա, որ չէ։ Եվ ես սկսեցի աշխատել այդ օրվանից։ Հիմա նայ ստուդիա կա։ Այ շատ լավ է։ Կտրուկ չպետք է լինի, ինքը խփեց լվա։ Մոտապես մի 7-8 տեսակին գնելու ձեր կա, մենակ սրա վրա։ Խոսքը գնում է 4-5 տարվա մասին արդեն։ Այսինքն պատերազմից հետո մոտավոր 5 տարի շարունակ ես սկսեցի ակտիվ զբաղվել ինքս ինձանով, հղկելով, զարգանալով, ինքնազարգանալով, ինքնակրթվելով, հասնելով ինչ-որ մակարդակի, որ ես կարամ պարզերեսով, ճակատ ասեմ, ես պատրաստ եմ։ Մենք կարող ենք դա նկարել։
Եվ ես այսօր իմ շուրջ հավաքում եմ թիմ, որոնց ես փոխանցում եմ այն փորձը, որ ես տարիների ընթացքում ձեռք եմ բերել։ Եթե դու մասնագետ ես արդեն վարպետանում ես, դու շատ բան սկսում ես տրամաբանորեն կառուցել, հասկանալ ոնց է դա աշխատում, որ ինչի համար ես ինքս ուզում եմ մեկնել Ֆրանսիա, Փարիզ, որտեղ աշխարհի ամենամեծ կասկադյորական դպրոցն է, որտեղ որ հենց այդ գրագիտորեն սովորացնում են, այսինքն կասկադյորների դպրոցը ինքը։ Իդեպ Ռուսաստանն էլ բավականին շատ զարգացած այդ ինդուստրիայի մեջ եւ մեր ֆիլմ արտադրությունը հաճախակի հենց աշխատում ռուսների հետ։ Վերջի պրոյեկտներից կրկին փորձիր պրոյեկտը, որ նկարեցինք, ես այնտեղ աշխատել եմ նաեւ ռուսական կասկադյորների խումբներ եկել, ամբողջ Ռուսաստանի ամենաուժեղ ռեսուրսը, որտեղ որ Ջոն Վիքի տեսարանն էին բեմադրել, բավականին ֆանտաստիկ հետաքրքիր բեմադրություն են արել տղեկը, ու ես ինքս տեսել եմ աշխատանքը, թե ոնց են աշխատում, եւ ես շատ բան հասկացել եմ միայն իրենց հետ շփվել եւ տեսնելով այդ ամեն ինչը, եւ ես հասկացել եմ, որ մեկը դու ինչքան էլ պատկերացնես, ինչքան էլ իմանաս, դու պետքա փորձի փոխանակում ունենաս, դու պետքա գնաս մասնակցես վերապատրաստումների, դու պետքա շփվես այդ ամեն ինչ հետ, որ դու էլ ավելի զարգանաս։ Որ ես համոզված պետքա լինեմ, որ ես 1-ից 10 անգամ էլ կարամ անել, որտեղ ես դեռ մասնագետ եմ։ Ես գիտեմ այդ ոնց է։ Հիմա վեկանում ենք բազովի շարժ, օրինակ, բարդատիչը դրա համար հետ սայտը անես։ Չնայած եթե դու անես հետ սայտը, դու ունես առավելություն, որ ավելի բարդ է կարաս։ Եվ երբ որ ես հնարք ընկալում եմ, իմ մոտ ստեղծվում է ինքնավստահություն սեփական մարմնի եւ հնարավորության նկատմամբ։ Եվ այդ ժամանակ ես գումարում եմ արդեն զգացողությունը եւ խաղը։ Եվ ես էլ չեմ մտածում հնարքի մասին, այլ ես մտածում եմ հիմա իրավիճակի մասին, թե ինչա տեղի ունենում, եւ ես խաղում եմ իրավիճակը, ոչ թե տրյուկը։ Եթե քո կենտրոնացումը գնաց տրյուկի վրա, որ դու խաղալու ժամանակ մտածում ես թե տրյուկը ոնց հերոստատիտողը հանդիսատեսը նկատելու է, որ դու տրյուկ արիր։ Դու պետքա սովորես դա անել քողարկված ձևով։ Իսկ քողարկելու համար դու պետքա խաղաս։ Հայտնվես այն դիրքում, որտեղ դու կամ ցավ ես խաղում, կամ ագրեսիա ես խաղում, կամ դու չես նկատում։ Դա էմոցիա է, իսկ էմոցիան խանգարում է գործողությանը ճիշտ անել։ Դու գործողության ժամանակ դու մտածում ես, որ անում ես։ Այսինքն ես դիրքի վրա եմ գալիս ու ես ցույց եմ տալի, որ անում եմ։ Այստեղ իրան սովորեցի, ես զգում եմ, ես արդեն սկսում եմ արդեն դարձումներով լինել։ Կողք դարձումով, հետ դարձումով։ Դրա համար մարմինս պետք է ինքը հասկանա, ամեն ինչը ինքը պետք է ունենա, ես դա չպետք է։ Ամենաբարդ բանը էմոցիայով մտածելն է, գործելը ինչը շատ բարդ է։ Դրա համար էլ մարմինը չպետք է դու մտածես մարմինը, որովհետև երբ որ դու մտածում ես, էմոցիան չի աշխատում։ Երբ որ մենք մտածում ենք, մեր դիմագծերն էլ է փոխվում։ Երբ որ մենք զգում ենք, չենք մտածում, մենք շփվում ենք պայտակ կամ ծիծաղ, չէ, կամ երբ որ ես խաղում եմ ինչ-որ վիճակ, բայց երբ որ ես դիրքավորվել եմ, որ ես ընկնեմ, հանդիսատեսը հասկանում է, որ ես ինչ-որ բան եմ ուզում անեմ։ Այսինքն ոտերը ստակից այդում է, նայ։ Այսինքն երբ որ տպա ես էլի թուլացնում եմ։ Պատկերացի, նույնը ստեյա, այս ես ստեղ եմ, ոտը ստակից փախավ, նայ։ Ես փոխեց այս կա։ Պետք է մենք երբեք ընդդեմ չգնանք ֆիզիկայի օրինաչափություններին։ Այսինքն մենք պետք է շատ լավ հասկանանք ֆիզիկա։ Բառից բուն իմաստով, որ դու կարողանաս արդեն իր այդ հաշվին նստես։ Դու չես կարող ֆիզիկայի օրենքին ընդդեմ գնաս։ Այդպես բան չկա, ով ընդդեմ գնում, մահանում է ինքը։ Շատ པարզ օրինակ, եթե դե ֆիզիկայի օրինաչափություն ընդդեմ գնալ, այդ նույնը ոնց որ մեկը հելնի բարձրից, ընկնի, ասի ես չեմ մեռնի, ու բարձր ընկնես կմեռնես։ Բայց ես բարձրից եթե հնարք եմ անում, ես ընկնում եմ, ես հաշվի եմ առնում բարձրության աստիճանը, ձգողության աստիճանը, քաշ ինչքան ավելանում։ Վերջին կետի վրա, ինչ բարձրությամբ հավաքեմ ես ստրախովկեն։ Այստեղ մի հատ ցած հետաքրքիր բան պետք է ասեմ։ Եկեք տարբերենք երկու տեսակի վախ։ Օբյեկտիվ վախ եւ սուբյեկտիվ։ Օբյեկտիվը, որ ես եթե օրինակ X բարձրությունից ցած ուղիղ գլխի վրա ընկնեմ, ուղիղ ցնցում կստանամ ու կմահանամ։ Նորմալ է, որ ես վախենում եմ։ Որտեւ ինչը որ ես մտադրված եմ անել, դա սխալ է, դա ճիշտ չի։ Եթե ինչ-որ մեկը բարձրությունից վախենում է, օբյեկտիվ վախ է, որտեւ ինքը չգիտի ինչ անելու։ Այսինքն կա ինքնապաշտպանական վախ։
չէ, վտանգը, որը տանում է մարդուն դեպի մահվան, ու 100% դու գիտես, որ այս գործողությունը վտանգավոր է, դու կմահանաս, եւ դու վախենում ես, դա օբյեկտիվ վախ է, եւ դա արդարացվի, եթե դա չլիներ, մարդը ամեն երկրորդ քայլափոխի չի ճանաչի ֆիզիկայի օրինաչափությունը, քայլելով կեթա կընկնի ավտոյի տակ, չէ։ Բարձրից կքայլի, կտուրի վրայով կեթա կընկնի գործանողը, այսինքն մարդիկ չեն ճանաչի եւ կմահանան, եթե վախը չլինի։ Հետեւաբար մենք պետքա ճանաչենք վախի օբյեկտիվությունը եւ հասկանանք, չէ, պետքա վախենալ, պետքա հասկանալ, բայց օրինակ այն վախը, որը ծնվում է ոչ թե երևույթից, այլ քո ընկալումից, այդ արդեն սուբյեկտիվ է, այսինքն քո պատկերացումն է ներքին, բայց իրականում վախենալու բան չէ, օրինակ, մատրասը փռում եմ տակը, բարձր, փուչի կա, չես վնասվի, ընդհուպ եթե դու սխալ ձևով դու ընկնես, լավ ոնց ասեմ, ուղղակի ասես պիտի կանգնես, սենց ուղիղ պիտի գնաս ու ընկնես, կանգնած տեղից, մի վախեցի, ոչ մարդկա վախենում, այդ կոչվում է սուբյեկտիվ վախ, որտեղ ինքը չի պատկերացնում անկման ժամանակ ինչ կլինի իր հետ, մենք գալիս ենք նորից պատկերացմանը, չի վստահում, մտածում է առաջին անգամը փորձում, մարմինը պատրաստ չի, զգացողությունը չունի։ Այսինքն ինքը հանդիպում է մի հատ զգացողության, որ առաջացնում է իր մոտ վախ։ Չէ՞ որ ես ապահովել եմ քեզ ամեն ինչով։ Նման դեպքեր շատ է եղել։ Եղել է դերասանին ապահովել եմ ամեն ինչով, չի արել։ Եվ եղել է հակառակը ապահովել եմ, նույնիսկ վախեցել եմ, ասեն, հա բայց ես կասկադյորը պետք է դերասանը։ Ասել կանեմ ես։ Բայց եթե իրան նույն հարմարությամբ ասա, գիտես ինչ, գետնին ընկի, համոզված եմ չեր անի։ Կասկադյորը կաներ։ Դրա համար գոյություն ունի սուբյեկտիվ վախեր, երբ որ ես ապահովում եմ ամեն ինչ։ Նույնը, ես իմ տղեկի հետ աշխատանք եմ անում, ասում նայեք տղեկ, սկսում ենք այս կետից։ Դու ընկնում ես ձեռները դնելով։ Հասկացա՞, ասում, հա, լավ, հասկացա։ Ասում մնա, մի ձեռն ես դնում, մյուսը խաղում ես։ Հիմա այս ձեռը որ դնում ես, դնում թողում ես, որ զգացողություն չլի, որ դու հենվար, այլ ձեռը կպավ գնալ, բայց դու ճնշում ես, տալի, կոտրում ես իներցիան ու ընկնում ես։ Լավ, հասկացա։ Բայց իհարկե միանգամից կարած չհասկանաց, պետքա պարապես։ Եվ վախը անհետանում է, որտեղ դու ճանաչում ես երևույթը։ Հետևաբար եկանք այն մտքին, վախը չճանաչված երևույթն է։ Պետքա մենք տարբերենք սուբյեկտիվը օբյեկտիվից։ Եվ քանի որ մենք ուսումնասիրում ենք ֆիզիկայի օրինաչափությունները, սաղ ճանաչում մենք սկսում ենք իր հետ հաշվի նստել։ Այն որ ձեռ ենք տալիս, հարգել այդ օրինաչափությունը, ասում եմ, ես գիտեմ, իներցիա դու ինչ ես, ես գիտեմ այդ արագությունն ինչ է։ Ես խելոք գլուխս կախ հնազանդ քեզ կենթարկվեմ, որտեղ ես հենց ընդեմ գնացիմ, դու ինչ ջարդուփշուր ես անելու։ Գիտեմ ոնց անեմ, ես իրան ընդեմ չեմ գնում, ես իրան վեկալում եմ, ես դառնում եմ դա, որ ես իր հետ խոսակցության դիալոգի մեջ մտնեմ, որ ես իր հետ ձուլվեմ, որ ես միասնական աշխատեմ եւ իրանից դուրս պրծնեմ, այսինքն բան չլինեմ, չբախվեմ ջարդուփշուրը լինեմ, այսինքն ընկալեմ, հասկանամ երևույթը ինչ է, ես պետք է մտնեմ իր գիտակցության մեջ եւ դառնամ այդ ֆորման։ Հիմա գետնի վրա ես ընկնում եմ, գետինը ուղիղ է, ես պետք է դառնամ աստիճանաբար ձուլվող այդ ֆորման, մարմնով, ես ուրիշ ձև արեցի, սխալ ուղղությունը տարա, ուրիշ ֆորմա տվեցի, այդ ֆորմայի հետ կապ չունի։ Դրա համար օբյեկտը եկավ ընդառաջ, խփեց, ես պետք է ծալվեմ իր ուղղությամբ։ Ես պետք է բեկվեմ, ես պետք է գնամ, դառնամ այն ինչ է, այստեղ խփեց, ես պետք է թողեմ, որ ինքը գնա։ Այսինքն ես երբեք չպետք է դիմադրեմ։ Եթե ես դիմադրեցի, ես ջարդվելու եմ, բայց ես ցույց եմ տալի, որ կպավ։ Ես կարամ խաղամ, որ ես դիմադրում եմ, բայց մեկը ես տվեցի, ես կարամ ցավը խաղամ, բայց ես գնում եմ, ես շարունակաբար գնում եմ, ես այնքան եմ գնում, մինչև ֆիզիկայի այդ օրինաչափությունն այդ իներցիան իմ մեջից դուրս անեմ, չթողեմ, որ ինքը իմ մեջ մնա ու ինձ վնաս տա։ Եվ ես դառնում այնց այդ ասած ֆորման։ Եթե երևույթը դու ինքդ չես կարող փոխես, քո մոտեցումը պետք է երևույթի նկատմամբ փոխես, ընկալումը, չէ՞։ Ուրեմն դու տես ինչ-որ բան սխալ ես ընկալում, որտեվ ինքը չի փոխվում, ինքը իր համար, ինքը հավասար է իրան, ինքը չի հարցնում քեզ ճիշտ ու սխալ, ինքը տենց է գործում, դանակը, նայած դու ինչի համար դա կօգտագործես, թե դա մարդը ոնց կանի, ինչ կանի, այդ արդեն այո, խոսում ենք բարոյականության, նպատակների, սկզբունքների մասին, այսինքն մարդը ինչ նպատակի համար, որտեվ
Միտքը ինքը մարդու երբեմն ինքը իրան փչացնում է, երբեմն իրան կառուցում է։ Իսկ ինչը մարդուն փչացնում է, գալիս է հիմնականում իր էմոցիայից, որտեղ էմոցիան ինքը երբ որ բարձրանում է գիտակցություն, եւ այդ էմոցիան չստուգված էմոցիա է լինում, այսինքն չֆիլտրված, չճանաչված։ Այդ մարդը գործում է էմոցիայով։ Ամեն մարդ այս կյանքում մի ճանապարհով է ծեծվում։ Բազարների մեջ են, ասում ախպեր լավ եմ անում, ասում ախպեր լավ մի արա, ճիշտ արա։ Մենք լավ անող ազգ ենք, էլի։ Ցավոք սրտի մենք լավ ենք անում։ Պետք է ճշտից գործենք, ճշմարտությունից գործելը ինքը շատ բարդ է, որտեղ ճիշտը ճանաչելն է, երևույթը եւ ինքը մի հատ է։ Իրականությունը մի հատ է, դրա համար այտենց արտահայտություն էլ կա, չէ՞։ Փողոցային ժարգոն գողական աշխարհում ասում են ճիշտը մի հատ է, այդ օբյեկտիվ աշխարհն է, որը մեր մեջ գտնվում է ու այդ բաժակը չի հարցնում ինձ ու քեզ ինքը սիրուն է թե չէ։ Այդ իր սիրունն ու տգեղը քո ներսում է ու իմ ներսում է, ինքը մեզ չի հարցնում էդի։ Դրա համար ինքը մի հատ ճիշտ է։ Երբ որ ես ու դու այս ճշմարտությունը ընդունեցինք, մենք իրար կհասկանանք։ Սուբյեկտիվ ընկալման բախում ենք ունենում մենք անընդհատ։ Մենք ծնվել ենք մարդ դառնալու պոտենցիալով։ Մեզ շատ լավ արտահայտություն կա, մարդիկ ասում են, այտենց էլ մարդ չդառար։ Հետաքրքիր է, չէ՞։ Այդ արտահայտությունը շատ տարածված է հայ մեր լեզվում է, հենց էլի ասենք։ Ես չգիտեմ ուրիշ երկրներում էդի ասում են, թե չէ։ Ես մտածում եմ, որ մարդը դա հնարավորություն է։ Մարդը դա վերջին հնարավորությունն է այս մոլորակի վրա։ Մարդ դառնալը վերջին շանսն է։ Որտեղ որ մարդը ինքը որոշել է կենթանի մնա, որոշի որ ինքը կապիկի հաջորդական Պակալենյանը պրոստը բանականությամբ, թե всё-таки ներքին արժեհամակարգի բարոյական սկզբունքների որակների ճիշտ տրանսֆորմացիայի հոգևոր ճիշտ արժեքներով իրան փոխելու մեջ է, որպես ապագայի մարդ։ Հիմա մարդը ով է։ Մարդը նա է, ով գործում է անբարոյականության սկզբունքներից ելնելով եւ գործում է շատ վատ բաներ։ Եկեք հասկանանք, որ նա մարդը է։ Թե մարդը նա է, ով կառուցում, ստեղծում, արարում է մարդկության համար բարիքներ է ստեղծում, ծառայում է համընդհանուրին, չէ՞։ Այդ բառից բուն իմաստով ծառայում է համընդհանուրին։ Եկեք երկու sense բևեռ բերենք դնենք իրար կողք, որ երկուսին էլ անվանենք մարդ, ինքը մարդ դառնալու հնարավորություն ունի։ Մարդը ծնվում է սերմով, մարդ դառնալու սերմ կա իր մեջ։ Ու մեր քրիստոնեությունը հենց դրա մասին խոսում է։ Պրոստը պետք է ուշադիր լսել, որ նույնիսկ հասկանա շատ դեպքերում ծնվի մարդու մեջ այդ լույսը։ Երբ որ մարդը մի պահ խորանա այդ ամենը, մարդը կսկսի ընկալել, հասկանալ, որ всё-таки մարդը դա հնարավորություն է, որտեղ այսօր դու կարաս դառնաս կենթանուց ավելի վատ։ Որն է իմ տարբերությունը։ Ինչա որ ես խոսել գիտեմ, ինչա որ ես ունեմ մտածողություն, ասում անմարդկային բաներ եմ անում։ Բախենք անվանում անմարդկային, դա մարդկային է, թույլ է տալու, ինձ տալի չէ, այս մարդը ինչ անում եմ մարդուց է, չէ, բխում։ Բախեք ինձ անվանում, որ ես անմարդկային բաներ ունեմ։ Շունը ինքը նույն վարք ունի։ Կատուն նույն վարք ունի, ձին նույն վարք ունեն։ Իրանք հատուկ ձևով չեն նստի, իսկ մարդը կարա։ Մարդը կրում է ամբողջ կենթանական աշխարհի պոտենցիալ իր ներսում, բայց ինքը մարդ է, ինքը գիտակցում է այդ ամեն ինչը։ Իսկ կենթանին ինքը չի կարա փոխվի։ Գայլը ինքը չի կարա փոխվի, շուն իրանք չեն կարա փոխվեն, իրանք ոչինչ չեն կարա անեն իրենց տեսակը փոխելու համար։ Իսկ մարդը ինքը ներքևից մինչև վերևի գիտակցություն կարա փոխվի։ Դրա համար մարդը եթե իրան ուզում է իր գիտակցությունը իջացնել, ինքը կարա իջնի, բայց բարձրանալն է դժվար։ Կարաս ներքև իջնես, հեշտ է, բայց բարձրանաս որպես մարդ աճես, հասկանաս, ընկալես, դու քեզ հասկանաս, որ դու այս ամենից բարձր ես գտնվում, մեծամտական իմաստով, չէ, պատասխանատվություն է այստեղ առաջանում հոգուտ խորքում։ Դու զգում ես պատասխանատվության զգացում այդ ամեն ինչի հանդեպ, որ դու կրում ես պատասխանատվություն որպես բարձր կարգի անդամ բնության մեջ։ Այդ է ծնվում է քո մեջ լրիվ ուրիշ զգացողություն, որ դու լիքը անելու բան ունես։ Բայց եթե մարդը շարունակում է կենթանու բնազդով ապրել, ինքը մտածում է այսօր սոված է, կարիքը բավարարի, եթե աշխատի, բերի, ընտանիքը կշտանա, եթե նորից անի, բերի, չէ, մենակ իր սեփական շահ, մենակ սեփական շահ։ Ես հանդիպել եմ վարորդի, մեքենայի մեջ շատ ակուրատնի, մաքուր պլպլում էր, ու ինքը սիգարետի բիչոկը կտցնում է դուրս։ Ես իրեն հարց եմ տալ, ասում եղբայր, խես գցում դուրս, տեսնում եմ բիչոկը մեր հետ չի կարա լինի, նայ հետաքրքիր է, չէ՞։ Նայ իր տարածքը մաքուր է,
իր անձնականն է, անձնականա դա կոչում։ Դուրսը իրանը չի։ Հողը, որի վրա ինքը ավտոյով գալի է թումա, իրանը չի։ Հետաքրքիր է, չէ՞։ Այդ վերապրումա, չէ՞, մի պահ վերապրենք այդ։ Մարդուն իրան երբեք չի հետաքրքրում թե ով է ինքը։ Իրան հետաքրքրում է թե ինչա ինքը ուզում եւ ոնց անի, որ այդ կարիքը ինքը բավարարի։ Ամեն գնով կարդում ես սևակ, այնտեղ կա խորություն, կյանքի մասին է։ Բանաստեղծների մեծամասնությունը այո, մեր շատ հետաքրքիր է, որ սա կյանքի մասին են գրել։ Մարդու մասին են գրել։ Ապրել այնպես ապրել։ Փոքր ժամանակ կարդում ես մի հալավ այդ ինչ ապրել, չէ՞։ Որ Սուրբ Հողոտ երբեք չզգա քո ավելորդ ծանոթությունը, չէ՞։ Հա, գլուխ չունենք, այս շատ լավ ասի։ Գլուխը կտրվել է, անկեղծ եմ ասած, գլուխը մի օր պետք է լինի։ Իրոք այն մտածող գլուխ, էմոցիա չէ։ Էմոցիան գլուխ չի։ Այս նույնը վարժության մասն է, չէ՞ ես ասում։ Էմոցիան երբ որ գալիս է, գլուխը չի աշխատում։